Եթե դուք դիզայներ եք, ճարտարապետ, շինարար կամ պարզապես ցանկանում եք նորացնել ձեր տան ինտերիերը, ապա այս վիդեոն հենց ձեզ համար է։ Դիտեք մինչև վերջ։ Բարև ձեզ սիրելի հայեր, ես Նարինեն եմ, Full House ընկերությունից։ Մեր ընկերությունը գտնվում է Չինաստանում, Ֆոշան քաղաքում։ Ֆոշանը համարվում է աշխարհի ամենամեծ կահույք արտադրող քաղաքը, եւ շատերը նրան ուղղակի ասում են կահույքի քաղաք։ Այստեղ գործում են ավելի քան 50,000 գործարան, որտեղ արտադրում են ամեն տեսակի կահույք։ Կահույքի դետալներ կան նաեւ կերամիկա, լուսավորություն, դեկոր եւ ընդհանրապես ամեն ինչ ձեր տան համար։ Այսօր ուզում եմ ձեզ պատմել, թե ինչպես է իրականում իրականացվում կահույքի, լուսավորության, դեկորի եւ շինանյութերի ներկրումը Չինաստանից։ Շատերն են մեզ գրում այս հարցով, փորձում հասկանալ, ինչպես կարելի է ճիշտ ձևով կահույք բերել Չինաստանից։ Եվ անկեղծ ասած դա այդքան էլ հեշտ գործընթաց չէ։ Կան շատ մանրուքներ, որոնք պետք է իմանալ։ Իսկ մենք այս ամենը գիտենք մեր սեփական փորձից, որովհետև արդեն մի քանի տարի է, ինչ աշխատում ենք այս ոլորտում։ Մեր ընկերությունը համագործակցում է տարիներով փորձված եւ վստահելի չինական գործարանների հետ։ Մենք աշխատում ենք ուղիղ արտադրողների հետ, առանց միջնորդների։ Հետևում ենք արտադրության ընթացքին, ստուգում ենք որակը, կազմակերպում ենք մաքսային ձևակերպումները եւ բեռնափոխադրումը։ Այս ամենի մասին այսօր ձեզ մանրամասն կպատմեմ։ Բացի այդ, կասեմ նաեւ, թե ինչ կահույք արժե Չինաստանից բերել եւ ինչը ոչ, որովհետեւ ոչ բոլոր գնումներն են շահավետ։ Այսօր շատերը Չինաստանը դիտում են որպես լավագույն տարբերակ կահույք, լուսավորություն, շինանյութեր կամ տայն այլ պարագաներ պատվիրելու համար։ Իսկ հիմա հարց, ինչու Չինաստանից։ Մի ժամանակ Made in China խոսքը ասոցացվում էր էժան եւ անորակ ապրանքների հետ, բայց դա վաղուց արդեն անցյալում է։ Շատերն արդեն հասկացել են, որ Չինաստանում կարող են պատրաստել շատ բարձրորակ, դիզայներական եւ տարբեր բյուջետներին համապատասխան կահույք։ Բացի որակից, Չինաստանից գնելու առավելությունը հսկայական տեսականին է։ Մեր հաճախորդները հաճախ ասում են, որ իրենց քաղաքում չեն կարողանում գտնել այն, ինչ ուզում են կամ տեսել են համացանցում, եւ խանութներում նույն ոճն է տեսականին փոքր։ Բայց Չինաստանում հակառակն է։ Այստեղ ընտրության անսահման հնարավորություններ կան։ Երբեմն նույնիսկ դժվար է կողմնորոշվել այդքան շատ տարբերակի մեջ գտնել հենց քո երազած կահույքը։ Բայց լավ լուրն այն է, որ այստեղ պատվիրելով դուք կարող եք խնայել նաև շատ գումար։ Օրինակ, եթե ամբողջ ինտերիերի նախագծի համալրում եք անում, կահույք, սանտեխնիկա, լուսավորություն, հարդարման նյութեր, նույնիսկ մաքսային վճարներով ու առաքումը միասին, Չինաստանից բերելը շատ ավելի մատչելի է ստացվում։ Օրինակ բերեմ. Մինոցի բրենդի բազմոցը Իտալիայում արժե մոտ $28,000։ Իսկ դրա կրկնօրինակը չինական գործարաններից բոլոր ծախսերով, մաքսով եւ առաքմամբ մոտ $6,000 է։ Եվ որակի տարբերությունը գրեթե չես էլ նկատի։ Որոշ գործարաններ նույնիսկ կարողանում են ավելի լավ որակ ստանալ, քան օրիգինալը։ Իսկ ամենահետաքրքիրը, նրանք կարող են պատրաստել ցանկացած բան ըստ ձեր նկարի կամ ձեր նախընտրած չափերի։ Իսկ հիմա ես ձեզ կպատմեմ, թե ինչպես է աշխատում մեր ընկերությունը։ Եթե դուք որոշել եք պատվիրել կահույք Չինաստանից, հարկավոր է ընտրել վստահելի գործընկեր։ Սա շատ կարևոր հանգամանք է, որովհետև ոչ բոլորն ունեն այս գործի փորձը։ Եթե ձեր ընտրած ընկերությունը չգիտի ինչպես կազմակերպել գնումը, կարող եք վերջում ստանալ ոչ այն որակը, ինչին սպասում էիք։ Ուրեմն, առաջին տարբերակ, եթե դուք արդեն ունեք դիզայն նախագիծ կամ հստակ գիտեք, թե ինչ եք ուզում գնել Չինաստանից, ուղարկում եք մեզ ձեր դիզայն նախագիծը։ Մեր մենեջերները ուսումնասիրում են, ընտրում տարբերակներ եւ մենք հաշվարկում ենք բոլոր ծախսերը, ներառյալ առաքումն ու մաքսային ձևակերպումները։ Մենք կարող ենք առաքել աշխարհի գրեթե բոլոր կետերը, օրինակ Հայաստան, Ռուսաստան, Եվրոպա, Ամերիկա եւ այլն։ Իսկ հիմա երկրորդ տարբերակը, եթե դուք դեռ գաղափար չունեք, թե ինչ եք ուզում գնել, այդ դեպքում մենք ուղարկում ենք մեր ստուգված գործարանների կատալոգները, դուք ընտրում եք այն, ինչ ձեզ դուր է գալիս, եւ մենք հաշվարկում ենք արժեքը։ Կարող եք նաեւ կազմակերպել on-line tour, որի ընթացքում մեր աշխատակիցը կայցելի գործարան եւ on-line կապով ձեզ ցույց կտա ամեն բան։ Երրորդ տարբերակ. գալ Չինաստան եւ մասնակցել կահույքի գնման տուրին։ Դուք պարզապես գնում եք տոմսը,
իսկ մենք մնացած ամեն ինչը կազմակերպում ենք։ Դիմավորում օդանավակայանում, տեղավորում հյուրանոց, կազմակերպում ենք գործարանների այցեր եւ օգնում ընտրել լավագույն տարբերակները։ Այս տարբերակը խորհուրդ ենք տալիս, եթե ձեր բյուջեն $20,000-ից բարձր է։ Եթե պակաս է, օնլայն տարբերակը լիովին բավարար է։ Գնումների գործընթացը շատ ավելի պարզ է։ Դուք ուղարկում եք ցանկալի ապրանքների ցուցակը, մենք հաշվարկում ենք արժեքը։ Դուք համեմատում եք ձեր քաղաքի գների հետ եւ որոշում ձեռնտու է արդյոք, թե ոչ։ Եթե գինը հարմար է, անցնում ենք մանրամասն համաձայնությանը՝ քանակ, գին, չափ։ Դրանից հետո կնքվում է պայմանագիր եւ կատարվում է առաջին վճարումը 50%։ Գործարանը սկսում է արտադրությունը։ Դա սովորաբար տևում է 15-ից մինչև 2 ամիս կախված ապրանքի ծավալից։ Երբ ամեն ինչ պատրաստ է, մեր ներկայացուցիչը գնում է գործարան, ստուգելու որակը։ Մենք մանրամասն տեսանյութ եւ ֆոտո հաշվետվություն ենք պատրաստում, որպեսզի դուք տեսնեք ինչ է պատրաստվել։ Իսկ եթե ամեն ինչ կարգին է, կատարվում է երկրորդ վճարումը եւ առաքումը ուղարկվում է։ Եթե որևէ թերություն կա, գործարանը շտկում է այն մինչև առաքումը։ Մենք աշխատում ենք միայն ստուգված գործարանների հետ, որպեսզի մեր հաճախորդները ստանան բարձր որակի ապրանք։ Իսկ հիմա առաքման եւ մաքսային ձևակերպումների մասին։ Կահույքը սովորաբար տեղափոխվում է 40 ֆուտանոց կոնտեյներով, ծովային կամ երկաթուղային ճանապարհով։ Առաքման միջին տևողությունը դեպի Հայաստան մոտ 45-ից 60 օր է։ Շատ կարևոր է, որ այն ընկերությունը, որը ձեզ օգնում է գնումներում, պատասխանատվություն կրի նաև առաքման եւ մաքսային ձևակերպումների համար։ Ամեն ինչ պետք է արվի պաշտոնապես, ոչ թե կարգոյով, որպեսզի ձեր ապրանքների համար ունենաք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։ Սա հատկապես կարևոր է, եթե գնումը նախատեսված է բիզնեսի համար՝ սրճարան, ռեստորան, հյուրանոց կամ օֆիս։ Կան նաև օդային առաքման տարբերակ՝ արագ, բայց թանկ։ Այն հիմնականում օգտագործվում է շատ շտապ դեպքերում, օրինակ ցուցահանդեսների կամ միջոցառումների համար։ Իսկ հիմա ես ձեզ կասեմ, թե ինչ կահույք չարժե պատվիրել Չինաստանից։ Ամենակարևորը՝ մի պատվիրեք էժան կամ ցածր որակի կահույք Չինաստանից։ Թվում է, թե գինը շատ մատչելի է, բայց երբ գումարում ենք փոխադրման եւ մաքսային ծախսերը, վերջում այն գինն է, ինչ տեղական շուկայում, կամ ավելի թանկ։ Եվ արդյունքում դուք կկորցնեք եւ ժամանակ, եւ էներգիա։ Չինաստանից ամենաշահավետն է բերել միջին կամ բարձր որակի ապրանք, հատկապես դիզայներական կրկնօրինակներ կամ պրեմիում դասի ապրանքներ։ Այդ դեպքում դուք իսկապես շահում եք։ Հուսով եմ այս տեսանյութը ձեզ համար օգտակար էր։ Եթե ունեք հարցեր, գրեք մեկնաբանություններում։ Իսկ եթե օգնություն է պետք ձեզ Չինաստանից կահույք պատվիրելու հարցում, կապվեք մեզ հետ։ Բոլոր հղումները կգտնեք տեսանյութի ներքևում։ Բոլորին հաջողություն եւ միշտ նոր հանդիպում։